Լավ, մի արագ հիշեցում։ Մենք արդեն խոսել ենք այն մասին, թե որքան կարևոր է մեր շրջանը գործել այնպես, որ ճիշտ կողմը դուրս գա, որպեսզի այն սկսի բնականon կերպով կորանալ։ Հիմա վերցրեք ձեր գործածը եւ շրջեք այն, այսինքն դարձրեք այնպես, որ այն կողմը, որ սկզբում ներսում էր, ճիշտ դառնա։ Եթե թելի ծայրը շատ երկար է, կարող եք այն կտրել մկրատով։ Այս կերպ դուք հեշտությամբ կկարողանաք այն ներս քաշել կարելու գործընթացի համար։ Միայն զգույշ եղեք, մի կտրեք թելը չափազանց կարճ, քանի որ մենք չենք ուզում պատահաբար քանդել մեր աշխատանքը։ Ուսուցման այս հատվածում մենք կկարենք 3D մասնիկը մեր մարմնի վրա։ Հիշեք, որ աչքերը տեղադրել ենք 8-ից 9-րդ շարքերում, այնպես է, որ հեշտությամբ կարող եք ճանաչել 9-ից 10-րդ շարքը։ Այսինքն մեր գործած կտուցը տեղադրեք աչքերից մի փոքր ներքև։ Եթե ձեզ լրացուցիչ ուղղորդիչ է պետք, ապա հաշվեք վերևի շարքից, այսպես հիշելով, որ յուրաքանչյուր վեաձև կորը մեկ շարք է։ Այսպես 9 և 10-րդ շարքը։ Այսպես տեղադրում ենք մեր գործվածքը և հարմարեցնում ենք ասեղը և գործը մեր երկու ձեռքում։ Ասեղը հիմնականում դոմինանտ ձեռքում ենք պահում, դա աչն է, եթե աչլիկ եք, ձախը, եթե ձախլիկ եք։ Այսպիսով պահեք թելը, թելի ծայրը ներսում, այնպես, որ ձեզ կարելու ընթացքում այն չխանգարի։ Տեղադրեք կտուցը մարմնի վրա, հիշեք, որ այն պետք է տեղակայված լինի երկու աչքի մեջտեղում։ Այսպես։ Ասեղը անցկացնում ենք այդ անցքով, կողքի անցքով, այստեղ, և հանում մեկ հատ հեռավորության վրա։ Կտորի եզրագծին հետևելով, որպեսզի մեր թելի ծայրերը տեսանելի չլինեն։ Տեսնում եք, որ թելի ծայրը դուրս է եկել այս անցքից, իսկ այդ անցքը համընկնում է այս հորիզոնական վեի հետ։ Հիմա ասեղը պետք է անցկացնել այդ հորիզոնական վեի երկու օղակների տակով, հանեք թելը և քաշեք։ Այժմ ասեղը նորից անցկացրեք նույն անցքով, որտեղից դուրս էր եկել մեր թելը։ Դա հեշտ է նկատել, պարզապես տեսեք, թե որ անցքից է դուրս գալիս ձեր թելը։ Այնուհետև մեկ հատ դեպի կողք, եզրին համապատասխան դուրս բերեք ասեղը, քաշեք թելը և ձգեք։ Այժմ որոշեք հաջորդ հորիզոնական վեն, որի տակ պետք է ասեղն անցկացնեք։ Նորից կրկնում ենք նույն գործողությունը, վեն պետք է համընկնի այն հատվածին, որտեղից դուրս է գալիս թելը։ Հանեք ասեղը և ձգեք թելը։ Նորից նույն անցքի մեջ, կողքի անցքից դուրս ենք գալիս, որպեսզի կարենք մեր հաջորդ վեն։ Կրկնեք այս հաջորդականությունը ամբողջ շրջանի ընթացքում։ Ամեն կարից հետո ամուր պահեք ձեր թելը, քաշելով և ձգելով այն։ Այսպես կողքից։ Աշխատեք պահել ընթացքում սիմետրիկությունը և հավասարությունը, որպեսզի կտուցը սիմետրիկ լինի աչքերին։
Ուշադիր բռնում ենք յուրաքանչյուր V կտուցի վրայից, որպեսզի բաց չթողնենք և չգոյանան անցքեր, որոնք մեր գործին կխանգարեն։ Երբ ավարտեք ամբողջ շրջանը, կտեսնեք, որ թելի ծայրը դուրս է գալիս հենց նույն անցքից։ Մենք պետք է ասեղը նորից անցկացնենք նույն անցքով, որտեղից հենց նոր դուրս էր եկել։ Հետո ասեղն ամբողջությամբ անցկացնենք կտորի միջով և հանենք հակառակ կողմից, որպեսզի թելի ծայրը մնա խաղալիքի լցոնման նյութի մեջ և չերևա։ Եվ երբ դա անենք, վերցրեք մկրատն ու կտրեք այն։ Հիմա մենք ստացանք մեր կարված կթուցը, պետք է պահենք մեր թելը այնպես, որպեսզի այն հեշտությամբ չքանդվի։ Մտցնելով նույն անցքից, հանում ենք կամայական մեկ այլ հեռու անցքի միջից ասեղը։ Այսպես քաշում ենք և կտրում, որպեսզի թելը մնա խաղալիքի ներսում։ Եթե դեռ թելի ծայրից մի փոքր երևում է, ուղղակի սեղմեք խաղալիքը կամ հելունով քաշեք ներսի մաս։ Ահա և վերջ, այժմ գիտեք ինչպես ավելացնել մեր մասնիկները իրար։